Ասում են յուրաքանչյուր հայտնի եւ հաջողակ տղամարդու կողքին ուժեղ կին է կանգնած։ Իսկապես, պատմության յուրաքանչյուր փուլում եղել են կին կերպարներ, ովքեր իրենց հնարամտության, կամքի ուժի եւ իմաստության շնորհիվ կոտրել են կարծրատիպերը եւ հաջողության հասել։ Այսօր էլ մեր կողքին ապրում են կանայք, ովքեր փորձում են ինքնուրույն գտնել իրենց տեղը կյանքում։ Ինչպիսին է կին գործարարը։ Ինչպիսի բարձրունքների է ձգտում եւ դրանք նվաճելիս ինչ խնդիրներ է հաղթահարում։ Դարերի ընթացքում կինը ստիպված է եղել պայքարել կրթություն ստանալու իրավունքի համար։ Դրան հաջորդեց տղամարդկանց աշխարհում աշխատելու եւ գումար վաստակելու հնարավորության պայքարը։ Այսօր արդեն կանայք ապացուցել են, որ ոչնչով չեն զիջում եւ շատ հարցերում անգամ գերազանցում են տղամարդկանց։ Հպարտորեն կրելով թույլ սեռի իրենց կոչումը։ Թույլ սեռ, որ սորդի համբերատարությամբ, դիվանագետի շրջահայացությամբ, առաջամարտիկի կամային հատկություններով եւ նպատակասլացությամբ։ Այս ամենով հանդերձ կինը իր բնույթին հավատարիմ է եւ ցանկացած ոլորտում հոգատարության մարմնավորում։ Եվ հենց այդ հոգատարությունը մեր առաջին հերոսուհուն Ռուսաստանի Դաշնությունից բերեց Կապան։ Իսկ նպատակը մեկն էր՝ օպտոմետրիայի բնագավառում ձեռք բերված գիտելիքներով համակարգացիներին օգտակար լինելը։ Դա նոր մասնագիտություն է, որը մեծ հնարավորություն է տալիս տեղում ճիշտ ստուգել, без կոնտակտ, աչքերը առանց դեղ կաթացնելու ուսքի զրաչոկով, տեղում ընտրել ճիշտ ապրավան, որ համապատասխանա պացիենտի կենտրոններին, տեղում սարքել տալ։ Ինչպես ցակեց գաղափարը ինքնուրույն բիզնես սկսելու համար։ Հեշտ եկաք այդ որոշմանը։ Հեշտ չէ։ Սկզբից աշխատում էինք, որպեսզի այդքան հնարավորություն ունենանք գնելու, պիտի շատ երկար տարիներ, շատ երկար ճանապարհեր, մի 7 տարի աշխատում էինք, որ հետո կարողացանք, որ այդքան ցարկարումներ ունեցանք եւ դրեցինք Կապան քաղաքում այս հնարավորությունը կապանցիների համար։ Հեշտ գրավեցիք շուկան։ Շուկան հենց երկրորդ օրվանից մենք աշխատում էինք, երկրորդ օրվանից, որովհետեւ այն ով գնում էր Երևան սարքում իր ակնոցները, հետո մտնում են կոնսուլտացիա են ստանում, տեսնում, որ նույն բանը ստեղ է, հետո իր կարծիք են կազմում։ Հիմա ունենք մշտական հաճախորդներ։ Կարող եք ասել, ինչպիսի առաջխաղացում եք ուզում ձեզ համար։ Բերել նոր դիագնոստիկայի սարքավորումներ, որ հնարավորություն կտա բուժել, ոչ թե մենակ դիագնոստիկա անել, այլ բուժել երեխաների, կոնկրետ երեխաներին, կարող է միջև մի տարուկես տենց բաներ լինի մեզ մոտ, որ երեխաները գան միայն ստուգելու համար, չէ ակնոց գնելու համար, այլ բուժումների կանգնեցնելու, իրանց միապյան կանգնեցնելու համար, շիվությունը ուղղելու համար։ Կցանկանամ, որ անդադ իմ բիզնեսը զարգանա, ինովացիոն տեխնոլոգիաներ ունենամ, դիագնոստիկ, այն ինչ որ без կոնտակտ է, որտեղ սա կլինիկա չի։ Ունեք պատմության մեջ հայտնի կանանցից ձեզ համար իդեալ։ Իմ իդեալը հենց ես եմ, ես միշտ ձգտում եմ դեպի գնալ առաջ, սովորել եւ սովորել։ Ինչպես կբնութագրեք ձեզ մեկ բառով։ Հասել եմ իմ նպատակին, ինչ որ ուզում էի։ Ունեմ երեխա, ընտանիք, բիզնես, ուսում, հաջողակ, որովհետեւ ես ինչ ուզում էի, ես դրան հասել եմ, բայց ձգտում եմ հասնեմ ավելին։ Ասում են չկան տղամարդկային եւ կանացի մասնագիտություններ։ Ուղղակի կան բնագավառներ, որոնք ավելի մեծ պահանջարկ են վայելում այս կամ այն սեռի ներկայացուցիչների կողմից։ Իգական սեռի ոչ մի ներկայացուցիչ իր կյանքը չի պատկերացնում առանց գեղեցկության սրահի։ Եվ մեր քաղաքի գեղեցկության սրահներից մեկն էլ տնօրինում է Կարինե Հարությունյանը։ Մասնագիտական գործունեությունը սկսեցի 90-ական թվականներին, 25 տարի աշխատում եմ այս բնագավառում եւ ունեցա իմ սեփական վարսավիրանոցը։ Հեշտ էր կայանալը։ Հեշտ էր, ինձ համար հեշտ էր, դժվար բան չկա։ Ես հեշտ կայացա։ Խնդիրները շատ անում, բայց հաղթահարում ենք։ Սիրելով իմ մասնագիտությունը, շատ սիրում եմ եւ ընդունում եմ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Աշխատանքի բերումով ինչպիսի խնդիրների եք բախվում կազմակերպչական հարցերում։ Հեշտ է այս աշխատանքով եկամուտ ստեղծել եւ կայանալ կյանքում։ Մեր այս պայմաններում, մեր հանրապետության այս վիճակում մեր ժողովուրդը շատ խնդիրներ ունեն, որը կարևոր աշխատանքն է, որ չունեն։ Դրա համար նույնն էլ մեզ է դա ազդում մեր աշխատանքի վրա։ Արժեքազրկված այս գումարը
չի բավարարում, որ մենք լրիվ լիարժեք հասնենք մեր ուզածին։ Ավագյան պրինտ տպագրության եւ դիզայնի սրահի մատուցած ծառայությունների շրջանակը շատ լայն է, սակայն դրանց մեջ ցանկացանք առանձնացնել կապանյան բնապատկերներով փոքրիկ հուշանվերների պատրաստումը։ Տպագրատուն ստեղծելու միտք ունեի ես, միշտ ունեցել եմ, որովհետև շատ եմ աշխատել այս ոլորտում, տարբեր կազմակերպություններում եւ հետաքրքիրն այն է, որ իմ ստացած հիմնական կրթության հետ ոչ մի կապ չուներ, բայց սիրեցի, ես սկսեցի աշխատել։ Փորձում էի ինչ-որ մինուսների, ինչ-որ բացերի լրացումներ տամ։ Եվ այդպես տարեստարի այդ գաղափարը ավելի մեծացավ, ավելի մեծ ցանկություն առաջացավ, որ ես իրականացնեմ։ Իրականացրեցի մոտ մի քանի ամիս առաջ, դեռ մի տարի չի լրացել, բայց այն ինչ որ դուք հիմա տեսնում եք, սա միայն սկիզբն է։ Ուզում եմ, որ ավագյան պրինտը եւ ընդհանրապես ոչ թե ավագյան պրինտ, այլ մեր քաղաք ունենա տպարան, որովհետեւ մենք բոլորս գիտենք, որ ժամանակին եղել է շատ մեծ հզոր տպարան, մանկությունս էլ անցել է հենց այն թաղամասերում, որտեղ որ այդ տպարանն ա եղել, միշտ ինձ հարց արժի, ինչու չպետք է լինի, ինչու պետք է ամբողջ գովազդի հետ կապված այդ ծառայությունները կենտրոնանան մեր մայրաքաղաքում, ինչու չպետք է մեր քաղաքը զարգանա, ինչու մենք չպետք է կարողանանք զարգացնենք այս համակարգը, եւ ստեղծենք նաեւ աշխատատեղեր։ Կան կազմակերպություններ, որ պարզապես ոչ թե չեն ցանկանում, այլ կան պատճառներ, որ չեն աշխատում։ Մեզ նման փոքրիկ նորասկսնակ կազմակերպությունների հետ, ասենք, տպագրական օֆիսների հետ, միայն ժամանակ է պետք։ Ես ինքս վստահ եմ, որ տարի մոտ կստացվի, ես չգիտեմ քանի տարի դրան ինձնից կպահանջվի։ Դուք ձեզ կարող եք գործարար համարել։ Առայժմ ոչ, որովհետև դա շատ բարձր գնահատական է, որովհետև ես նոր եմ սկսում եւ շեշտը չեմ դնում նրա վրա, որ ես իմ անձի վրա չեմ շեշտը դնում, որ ես դառնամ գործարար կամ լինեմ, ես շեշտը դնում եմ նրա վրա, որ ինչ-որ մի օգտակար աշխատանք անեմ։ Ինչպես եք վերաբերվում այն երևույթին, երբ կինը ինքնաբավ է, այսինքն ինքնուրույն է ստեղծում իր եկամուտը, ինքնուրույն է հարթում իր մասնագիտական ուղին եւ ինչու՞ չէ ինքնուրույն է պայքարում իր առաջընթացի համար։ Ես շատ բարձր գնահատական եմ տալիս այդպիսի կանանց, որովհետև ինքնուրույնությունը դա առաջնահերթ պատասխանատվությունն է, որ դու պատասխանատվություն ես կրում թե քո կյանքի համար եւ ինչու՞ չէ նաեւ քեզ շրջապատող մարդկանց։ Եթե ունես աշխատողներ նրանց համար, քո բռնած ուղու համար եւ կարելի է ուղղակի աշխատել այն ուղղությամբ, որ այս երևույթը ավելի մեծ տարածում ստանա, որտեղ հիմնականում մեր մարզում, հա, երևի կամ փոքրիկ մարզերում կամ փոքրիկ քաղաքներում դա ընդունված չէ, հա, կինը ավելի պասիվ դեր է խաղում, նույնիսկ թե ընտանիքում, թե հասարակության մեջ, որը ես այնքան էլ ճիշտ չեմ համարում։ Ինչ եք կարծում, որ հատկանիշներով է կին գործարարը տարբերվում տղամարդ գործարարից։ Մենք կանայք ունենք, աղջիկներս ունենք այնպիսի հատկանիշ, որ կոչվում է ինտուիցիա եւ դա մեզ շատ է օգնում։ Եվ բերում է հաջողությունների, բավականին հաջողությունների։ Ես համարում եմ իմ գործը հաջողված, որովհետև այսքանի ամիսներում ես ամեն դեպքում այդպես եմ զգում։ Չգիտեմ, մի քանի տարի հետո ոնց կլինի, ես հետ կնայեմ ինչ ենթադրություններ կանեմ, ամեն դեպքում ես սիրում եմ այս աշխատանքը, եւ իմոց ստացվում է։ Ինչպես կբնութագրես քեզ մեկ բառով։ Համարձակ։ Մեր հաջորդ հերոսուհու աշխատանքի սկզբունքը քաղաքին առողջ եւ գեղեցիկ ժպիտ պարգևելն է։ Կարող եք ասել, ինչպես ծագեց գաղափարը առանձին ձեր գործը, ձեր կլինիկան հիմնելու համար։ Ուրեմն, երբ որ ավարտեցի բժշկական համալսարանի ստոմատոլոգիական բաժինը, ես անմիջապես եկա Կապան, այստեղ իմ առաջին քայլերը անելու։ Մոտավորապես մի 5-6 տարի ես աշխատեցի կոլեկտիվ, այն ժամանակ դեռ կար առանձին մեծ ստոմատոլոգիական պոլիկլինիկա։ Հետո երբ որ արդեն ավելի ինքնուրույն դարձա, ավելի կայունացա իմ մասնագիտացման մեջ, փորձեցի ավելի առանձին աշխատել, ինքս ավելի
իմ վրա աշխատելու հնարավորությունը մեծացնելու, իմ նպատակներին հասնելու, որովհետև երբ որ մենակ ես, արդեն ավելի հեշտ է դրան հասնել, քան ինչ-որ մեկին, ասենք, հովանավորության հետ աշխատելու դեպքում։ Մասնագիտական ուղում ինչպիսի խնդիրներ եք ստիպված լինում հաղթահարել առ այսօր։ Խնդիրը միայն նա է, որ մենք գտնվում ենք սահմանամերձ գոտում, մի քիչ կապը մայրաքաղաքի հետ, ավելի որակավորում ստացած մասնագետների հետ շփումը դառնում է ավելի դժվար։ Եվ տարածությունը, որ ստիպված պետք է գնաս, հասնես այնտեղ եւ ունենաս, ասենք, քո մասնագիտացման որակավորման։ Եթե մանավանդ կին ես, ունես ընտանիք, երեխաներ, դրանք նույնպես խոչընդոտներ են հանդիսանում, բայց ես կասեի, որ իմ բնավորության մեջ կա այդ ձգտումը հասնել նորին, չմնալ նույն տեղում, չդոփել։ Խոչընդոտները հաղթահարել են։ Դուք ձեր մասնագիտական վերելքը ինչպիսին եք պատկերացնում, այսինքն գագաթնակետ որպես որն եք ընտրել ձեզ համար։ Ես կուզենայի, որ մենք ունենայինք այնպիսի հատկանաբուժություն այսօր Կապանում, որ բոլորի ժպիտ ունենային առանց կոմպլեքսների եւ առողջ լինեին։ Իսկ դրա համար իհարկե ցանկալի է, որ դու նոր ներդրումներ անես, որ մարդիկ քեզ հավատան, վստահեն։ Փոքր քաղաքում լավ մասնագետ լինելը եւ դժվար է եւ հեշտ է։ Այսինքն դու պետք է այնպիսի բարձր որակ ցուցաբերես, որտեղ ինքը շատ արագ տարածվում է ցանկացած անորակ աշխատանք, ցանկացած թերություն գործի մեջ ինքը դառնում է համատարած եւ հակառակը։ Եթե լավն ես լինում, անդադ քո մասին խոսում են եւ այդպես դառնում է հեշտ։ Այսինքն բարձր որակ ունենալը, քո վրա աշխատելը փոքր քաղաքում դա շատ կարեւոր է։ Իմ նպատակը նա է, որ ես իմ մասնագիտության մեջ ունենամ բարձր որակ եւ ապահովեմ իմ բնակչության նորմալ պահանջարկը։ Գործարար բնագավառում ձեր աճը ինչպես եք պատկերացնում, չէ՞ որ ստոմատոլոգիան այնպիսի ճյուղ է, որը կապված է եւ բժշկության եւ բիզնեսի հետ որոշակիորեն։ Կա այդպիսի բան, բայց պատկերացրեք, որ ես իմ աշխատանքային փորձի մեջ այսքան դատարի, ասենք, աշխատելու հանդերձ եկել եմ այն եզրակացության, որ չպետք է այստեղ բիզնեսը առաջնահերթ դառնա բժշկության համեմատ։ Բժշկությունը պետք է քո հոգեբանության մեջ եւ քո աշխատանքի մեջ պետք է առաջին հերթին դա լինի, այսինքն մի վնասիր։ Եթե նաեւ օգտագործում ես բիզնեսը, շատ ավելի լավ, քանի որ նորից եմ ասում, այդ բոլոր նոր սարքավորումները, ներդրումները, դրանք պետք է ունենաս այդ բիզնեսի ջիղը, որպեսզի կարողանաս ճիշտ անել այդ աշխատանքը։ Եթե երկուսը համադրվում են, շատ լավ, բայց ես գտնում եմ, որ այստեղ բժիշկ մարդ լինելը ավելի կարևոր է, քան բիզնես մարդ լինելը։ Կան ծրագրեր, որոնք չի հաջողվում կատարածել պայմանավորված տարածաշրջանով։ Գիտեք, ես այնքան կուզենայի, որ մեր ցավոտ կողմերի մասին հիմա խոսեինք, դա մանկական ստոմատոլոգիան է, որը մեր Կապանում շատ թույլ մակարդակի վրա է դրված։ Իմիջիայլոց ես հիմա նոր ծրագիր եմ ինքս գրել եւ արդեն այդ ծրագիրը ես տվել եմ մեր կոմբինատին, պղնձամոլիբդենային։ Հույսով եմ, որ իրենք այդ հարցում կաջակցեն։ Իմ նպատակն է մանկական ստոմատոլոգիան բարձրացնել եւ լավ որակին հասցնել։ Երկրորդը կուզենայի մենք ունենայինք կոմպյուտերային տոմոգրաֆիա, օրինակ, որը նույնպես Կապանում չկա, ստիպված մենք դա կարող ենք անել, դա ստոմատոլոգիայի վերաբերյալ եմ ասում։ Կա այդպիսի առանձին, ասենք, կոմպյուտերային տոմոգրաֆիան ստոմատոլոգիական բնակավարում։ Կուզենայի մենք ունենայինք այդ դիագնոստիկ ախտորոշման բարձր, ասենք, սարքավորումների շնորհիվ, իսկ դրա համար իսկապես ֆինանսավորումներ պետք են եւ այստեղ անհատների ներդրումները միայն քիչ են, այստեղ պետք է նաեւ որոշակի օգնություն։ Ինչպես կբնութագրեք ձեզ մեկ բառով։ Կարծում եմ նպատակասլաց եմ եւ աշխատասեր։ Շնորհակալություն։ Փոքրիկ քաղաքում կայանալը բարդ խնդիր է, բայց ոչ անհնարին։ Համարձակ նպատակասլաց եւ աշխատասեր լինելու դեպքում հաջողությունը երաշխավորված է։ Հայարփի Աղաջանյան, Արսեն Սարգսյան, Սյունիք Օնլայն։